Եկեք միանգամից սկսենք միգուցե զարմացնող հարցից։ Ռոնալդ Ռիդի պատմությունը ցույց է տալիս, որ պատասխանը միանշանակ այո է։ Հենց այսքան գումար նա ուներ, երբ մահացավ, ու սա ոչ թե վիճակախաղի շահում էր, այլ հետևողական խնայողության արդյունք։ Սա հիանալի բացատրում է հիմնական գաղափարը։ Փողի հետ ձեր վարքագիծն ամեն ինչից կարևոր է։ Առաջին դասը, որ պետք է սերտել, այն է, որ բարձր եկամուտներն անվճար չեն լինում։ Իսկ այդ գինը հենց անկայունությունն է։ Պետք է պատրաստ լինել դիմանալու բոլոր վերելքներին ու վայրեջքներին։ Պատկերացրեք, Netflix-ի առաջին ներդրողները 2011-ին իրենց բաժնետոմսերի 80% անկում տեսան։ Ուրեմն, շատ կարևոր է շուկայի անկումներին վերաբերվել որպես վճարի, ոչ թե տուգանքի։ Հաջորդը պետք է պայքարել կապիտալիզմի ամենավտանգավոր կողմնակի էֆեկտներից մեկի նախանձի դեմ։ Սոցիալական համեմատությունը մի մրցավազք է, որտեղ հաղթելն անհնար է։ Նշաձողը մշտապես բարձրանում է։ Այս մշտական մրցավազքը մարդկանց դրդում է անխոհեմ ռիսկերի, պետք է իմանալ, թե երբ հասել բավական է։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե ինչպես է մեր անձնական փորձը կերտում մեր ֆինանսական որոշումները։ ԱՄՆ-ում ցածր եկամուտ ունեցող ընտանիքները տարեկան միջինում այսքան գումար են ծախսում վիճակախաղի վրա։ Այնինչ ձեզ համար խենթություն է, կարող է միանգամայն տրամաբանական թվալ մեկ ուրիշի համար։ Հասկանալով սա, դուք չեք կրկնօրինակի ներդրումային ռազմավարություններ, որոնք ձեզ հարմար չեն։ Ինչպես պատմությունն է ցույց տալիս, շուկան փոխող մեծ իրադարձությունները գրեթե անհնար է կանխատեսել։ Դրանք հայտնի են որպես սև կարապներ, եւ հենց դրանք են, որ ձևավորում են մեր աշխարհը։ Դրանք կանխատեսելն անհնար է, ուստի նպատակը պետք է լինի ֆինանսապես դիմակայուն լինելը։ Իսկ գիտեք որն է ամենահետաքրքիրը։ Ընդամենը 4 լավագույն օր բաց թողնելով, ձեր եկամուտները կտրուկ նվազում են։ Եվ վերջում եկեք հասկանանք մի բան. ինչու են վատ նորություններն ավելի գրավիչ, քան լավերը։ Պարզվում է, մեր ուղեղը ծրագրված է գոյատևելու համար, դրա համար էլ սպառնալիքներին ավելի շատ ուշադրություն ենք դարձնում։ Բացի այդ, առաջընթացը դանդաղ է, իսկ ձախողումները շատ արագ։ Սա էլ աղետները դարձնում է ավելի գրավիչ պատմություն։ Ուրեմն հիշեք այս 5 սկզբունքները եւ ինքներդ ձեզ հարց տվեք, դրանցից որի վրա արժե որ դուք աշխատեք։